պետք է տխրացնեմ բոլորից, դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը եւ կալանք տվեց 2 ամիս ժամկետով, այո։ Այսինքն մեր հույսերը հոդս ցնդեցին, չգիտեմ, բառեր չեմ կարողանում գտնեմ ասելու, բայց սա է մեր իրականությունը, ինչի մեջ մենք այսօր ապրում ենք։ 12-րդ դասարանի աշակերտին գտան, որ պիտի անպայման կալանք կիրառեն, հիմա էս ունենք, պիտի գնանք առաջ պայքարենք մինչև վերջ։ Հələ չի տվել 1 ժամվա ընթացքում որոշումը կտա, չունենք հիմնավորումները։ 2 հոդվածներով են ինչ-որ առաջադրվել է մեղադրանք։ Ոչ, Դավիթը մարտական հանգիստ տղամարդավարի պահված դրսևոր, ցուսամ կդրսևորի ամբողջ ընթացքում եւ արդարությունը կհաղթի, այսքան բան։ Որ քաղաքական գործունեությունն է խոչընդոտվել։ Ձեր կողմից եղել է հակափաստարկ եկեղեցում ինչ գործունեություն է ծավալվել։ Կարծում եմ այն միջնորդությունից ինչ որ ներկայացվել էր պաշտպանական խմբի կողմից քարը քարի վրա չի թողնվել, ոչ մի բան չի մնացել այդ միջնորդությունից, բայց ունենք այն ինչ որ ունենք։ Լավ ժողովուրդ, էմոցիաները շատ են։ Այո, իհարկե շատ, բայց չենք թողելու այդ երեխաներին։ Դատարանը բավարարել է միջնորդությունը Դավիթին կալանավորելու եւ լուրը իմանալուց հետո Դավիթի մայրիկի ինքնազգացողությունն է վատացել։ Հիմա ամենակիչ այսպես կոտրվել կապեք։ Մի հատ հələ բոլոր ուժերն հավաքեք, մի կոտրվեք ոչ մեկը։ Արդարությունը հետ չի տրվում։ Երբ որ կստանանք նոր ձեր հարցերի պատասխանը կտամ, հիմա չգիտեմ պարոն Մարտիրոսյանը ինչեր է գրել այդ որոշման մեջ, երբ որ կարդամ ամեն մեկս մեր գնահատականը կտանք, բայց նորից կրկնում եմ, այն միջնորդությունը, ինչը որ ներկայացվել է դատարան, պաշտպանական թիմի կողմից ուղղակի ջախջախվել է, հատիկ չկա, տող չկա ըստ ինձ։ Ինչ հիմնավորում էին ներկայացնում դատարանը։ Դե հիմա նորից չկրկնվենք, տարբեր բաներ են բերում։ Գտնում եմ, որ 12-րդ դասարանի աշակերտը պիտի կալանքի տակ գտնվի, բայց մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մարդիկ կարան վարչական հսկողության տակ գտնվեն տնային կալանք։ Ոչ մի բան հաշվի չառավ, ոչ մի բան, ոչինչ չի հաշվի առնվել։ Կալանքի տակ մնալ։ Դե այդ առանձին թեմա է, դրա շուրջ միջնորդություններ համապատասխան կանենք, այո։ 5 տարի, 2-ից 5 տարի է մի հոդված։ Հիմնավորվեց այն դատարանի կողմից, որ օրինակ մի դեպքով մարդ է կալանավորվում, սակայն Ոչ, այդ հարցերը սաղ բարձրացվել են, բայց որևէ բան հիմնավորում չկա։ Հիմնավորում հիմա մի բան էր։ Պիտի կալանավորեին, թե չկալանավորեին կամ կիրառեին այլընտրանքային խափան միջոցներ։ Դատարանը գտավ, որ միայն կալանավորումն է իզորու ապահովել մեր պաշտպանյալի իրավաչափ վարքագիծը, որը ըստ ինձ աբսուրդ է ուղղակի։ Երեք նաև տեսագրություններն էին դիտել, հա, տեսագրությունների հետ կապված։ Սրա նախորդել էր առավոտ շուտ, նաև խուզարկության էին նորից կրկին մտել, մենք արդեն երբ որ եկանք Ոչ, իհարկե ինչ կար, որ ինչ հայտնաբերեն, ոչինչ չկար, երկրորդ անք։ Ես այդ քաղաքական գնահատականներից ձերծ կմնամ, կթողեմ հանրությանը, թող գնահատականները տան։ Կամ դատախազը, որ իրականում Գևորգ Գևորգյանը այդտեղ փորձել է հապճեպ սադրանք ձևը կազմակերպել տղաների միջոցով։ Հարգելիս, երբ որ որոշումը ստանամ, կարդամ կտեսնեմ, թե ինչ մտքի գոհարներ կան այնտեղ շարադրված։ Անպայման բողոքարկվելու են, ինչի մասին է խոսքը։ Որ գործողությունները։ Բա իհարկե հրել, ոչ միայն հրել են, գցել են գետին, ընկելած, տեսնում եք տեսայիզում երևում է, որ անգամ ծնոտը ցավում է։ Այո, բա իհարկե։ Ժողովուրդ, սա իրականության հետ, այս մեղադրանքների հետ մի վարքյան ընդհանրապես աղերս չունի։ Մենք հիմա մի պրոցեսի մեջ ենք, որը ըստ ինձ շատ վատ է եւ սա լավ տեղ չի տանելու մեր երկրին ու բոլորիս։ Դավիթը խաղ բանկարկյալ է թե ոչ։ Մեր այդ հարցերից չպատասխան գործ ունի քաղաքական ուժի հետ եւ նրա Այո։ եւ նրա
ամբողջ քննության ընթացքում Դավիթը մի անգամ եւս նորից կրկնում եմ, Դավիթը 12-րդ դասանի աշակերտ է, որևէ քաղաքական գործունեությամբ չի զբաղվել եւ չի զբաղվում, եւ փառահեղ աշակերտ է։ Ամբողջ դպրոցը հպարտացել է Դավիթով, կարծում եմ հլա առիթ կունենանք մենք ազգովի Դավիթով եւ նրա եղբորով հպարտանալու։ Սա process-ի հետ կապ։ Այո, իհարկե, հիմա տեսեք, Դավիթին այսօր զրկեցին դպրոցն ավարտելու, միջնակարգն ավարտելու հնարավորությունից։ 2 ամիս հետո վերջի զանգալնելու բոլորի համար Դավիթի համար չի լինելու։ Ում խղճին է մնացել սա։ Չունեմ ասելու, լավ, ժողովուրդ, ես էլ եմ բաղած։ Տղաների հեռախոսները արգրավել են։ Բանի Միքայելի հեռախոսը կորել է այդ քաշքշուկի ժամանակ մենք հենց դրա վերաբերյալ հաղորդում էլ պետք է տանք, թե ուր է Միքայելի հեռախոսը։ Չգիտենք ուր է։ Եկավ եզրակացություն։ Չէ, դեռևս չի եկել։ Տիկնազորի անդամը Երկու անց հարցաքննվել են, այո։ Գալստյան մեկինը Վանյան ազգանուններով։ վիճակով ովքեր են։ Թիկնազորի աշխատակիցներ են, նորմալ ցուցմունք էին տվել, կարծում եմ, ինչ որ այդ պահին ինչ մեզ ներկայացվեց, եթե այդ մի հատնամ։ Ասել եք, հարվածել եք, թե չէ։ Ինչ անենք։ Արվածող տիկնապահի դեմ չէ, կարծում։ Ես հիմա չեմ ուզում մեր մարտավարությունը բացեմ, ամեն ինչ արվելու է, բան չենք թողելու, հավաքվել ենք մեր ընկերներով եւ ամեն ինչ անելու ենք այս անարդարության դեմ պայքարելու համար։ Կարծում եմ առաջ Աստված չի թողի, որ ծաղկազարդի օրը աշակերտներ ձերբակալվեն ու տենց մնա։ Այդ օրը ինչ խորհուրդ ուներ։ Հիսուսը գնաց երեխեքին ընդառաջ, մենք ինչի գնացինք, մենք ինչ արեցինք։ Այսքան բան։ Ասեցին Արմավիր քերակատարողական հիմնարկ են տեղափոխելու, չլսեցի Սուզի։ Ուժեղի կարգավիճակ պարունել։ Ոչ, այդ հարցը ես էլ եմ բարձրացրել, չունի հիմա։ Չի ակնկալվելի, դուք չեք փորձել միջնորդ։ Դե չեմ ուզում մարտավարությունը բացեմ, ամեն ինչ արվելու է, նորից եմ կրկնելու։ Անցակնվել մարդի գործից հետո որևէ այլ գործով, այդ թվում իր Շարասյան վրա երթով սպանված աղջկա դեպքով։ Հուսանք, որ Դավիթը շատ բան կփոխի մեր երկրում։